շարունակում ենք գործել մեր այս արջին և սկսում ենք գործել հաջորդ շարքը, գլխի առաջին շարքն է ըստ էության և մեր ընդհանուր մարմնից մինչև գլխի 19-րդ շարքը։ Ես մարկերը տեղափոխեմ այստեղ արդեն, որ նշենք հասկանալի լինի, որ գլխի շարքը այստեղից է սկսվում և 19-րդ շարքում գործելու ենք 18 հավելացում։ Այսինքն մենք այստեղ ունենք 18 սյունիկ, վիզը ստացվեց սա, և միանգամից անելու ենք յուրաքանչյուր սյունիկի մեջ ավելացում, երկուական սյունիկ ենք գործելու, որպեսզի ստանանք 36 սյունիկ։ 1, 2, 3, 4, բոլոր սյունիկների մեջ գործում ենք երկուական սյունիկ։ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, արդեն ինքնաբական մեծ ուսան էր, և տեսախցիկի տակ գործելը շատ բարդ է տրվում, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, և վերջին սյունիկի մեջ 35, 36։ Սա մեր 19-րդ շարքն է, շարքում ունենք 36 սյունիկ։ Հաջորդ 20-րդ շարքում նույնպես անելու ենք ավելացումներ, բայց արդեն 6 հատ ավելացում ենք անելու։ Գործելու ենք 5 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 42 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5 և հաջորդ սյունիկի մեջ ավելացում։ Ու այսպես մինչև շարքի վերջ ևս 5 անգամ կրկնում ենք 5 սյունիկ, 1 ավելացում։ Գործեցի 20-րդ շարքը, 21-րդ շարքում նույնպես անելու ենք ավելացումներ, անելու ենք 6 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 48 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5, 6 և հաջորդի մեջ ավելացում։ Շարունակենք մինչև շարքի վերջ գործել ևս 5 անգամ 6 սյունիկ, 1 ավելացում։ Գործենք ու վերադառնանք։ Գործեցի նաև 21-րդ շարքը, շարքում ունենք 48 սյունիկ։ Եվ հիմա 8 շարք առանց փոփոխության գործելու ենք 48 սյունիկ յուրաքանչյուր շարքում, 22-ից 29-րդ շարքերը ներառյալ, 8 շարք։ Եկեք դա էլ գործենք էկրանից դուրս, ես գործեմ, դուք գործեք ու վերադառնանք։ Գործեցի ես այդ 8 շարքերը, իդեպ ասեմ, իմ երկրորդ գծիկ թելն էլ չբավականացրեց այս մեր արջի համար և երրորդ թելն եմ արդեն վերցրել ու դեռ այսքան էլ ունենք գլուխը գործելու համար, հետևաբար Ալիզե Վելուտոյի դեպքում մոտ 2,5 գծիկ թել է հարկավոր, իսկ Յառնարդ Դոլչեյով ես գործել էի 1,5-ով։ Տեսեք, երկրորդից այսքան ավելացել է Յառնարդ Դոլչեյի դեպքում։ Իդեպ աղջիկներ ջան, եթե դեռ նոր եք ուզում ընտրել, թե ինչ թելով, ինչ այսպեսի փափուկ թելով գործել, ընտրեք Յառնարդ Դոլչե։ Խնդրում եմ, որովհետև իսկապես սա շատ լավն է, թեթև է ավելի ու 100 գրամի դեպքում սա այնքան ծանր թել է,
Alizé Veluton 100 գրամի դեպքում սա ընդամենը 68 մետր է, իսկ Dolce-ն կարծեմ էլի 100 գրամ էր մեկ կծիկը, բայց կարծեմ 120 մետր էր, այսինքն մոտ կրկնակի ծանր է, անիմաստ ծանր է, անիմաստ քաշ է ավելացնում ձեր խաղալիքին այս Alizé Veluton, խաղալիքի համար ընդհանրապես սա չարժե։ Էլ չեմ ասում, որ մինչև գործում վերջացնում ենք հատկապես տեսախցիկի առաջ գործելիս, ձեռքս լրիվ պոկվեց, իսկ սա շատ արագ ու շատ հեշտ եմ գործել սրանով, միանշանակ էլ Alizé Veluto չեմ վերցնի հաստատ փափուկ խաղալիք գործելու համար։ Ես ձեզ էլ խորհուրդ եմ տալիս անպայման վերցնել Yarnart Dolce կամ կարող եք վերցնել Himalaya Dolphin Baby, դա էլ շատ նման է Yarnart Dolce-ին, երկուսն էլ շատ լավ ու շատ հարմար թել են նման խաղալիքներ գործելու համար։ Միայն ոչ Alizé Veluto։ Այս Alizé Veluto-ով օրինակ, չգիտեմ, ինչ-որ ծածկոցներ, նմանատիպ ինչ-որ բաներ շատ լավ կստացվի գործել, բայց խաղալիքի համար սա։ Այս էտապում եկեք արդեն աչքերը տեղադրենք, քանի որ ես տեղադրելու եմ անվտանգ աչքեր, եթե դուք էլ հետևից կոճկվող, հա, անվտանգ աչքերից եք տեղադրելու, հիմա արեք, եթե կարելու եք կամ սոսնձելու եք, կամ գործելու եք, չգիտեմ, կարող եք անել վերջում, գլուխը ձևավորելիս։ Ընտրում ենք, սա երևի, սա կարծես 14 կամ 16 միլիմետր է սա։ Մոտավորապես 14 կամ 16 միլիմետրանոց աչքեր են ձեզ հարկավոր, այստեղ շատ խառը վիճակ է, պետք է գտնեմ իրանից երկրորդը, գտա, 16 է, սա հաստատ 14 չեն ինձ թվում է, 14 էլ կլինի, եթե 14 ունեք ավելի լավ 14 միլիմետր արեք։ Աչքերը տեղադրելու ենք մոտավորապես 25 ու 26-րդ շարքերի մեջտեղում։ 19-րդ շարք, 19, 20, 21, 22, 23, 24, 25, այս հատվածում կտեղադրենք։ Մեկը այստեղ իրարից մոտավորապես 7-8 սյունիկ հեռավորության վրա։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, սա էլ այստեղ։ Տեսնում ենք, որ ուղիղ լինի, սա համիկներ չխանգարի։ Այսինքն աչքերը լինեն մեջտեղի հատվածում, հա, ոչ թե աչու ձախ գնացած լինեն, ինձ թվում է։ Նորմալ է, թե մի քիչ այս կողմը։ Մի փոքր այս կողմի մկվել եմ այս մեկը։ Վերջ, հետո որ այս մռութն էլ դա կգործենք, հա, ընտիր, վերջ, ամրացնում ենք աչքերը, որ դուրս չկա, շատ հարմար են աչքերի այս տեսակները, որ հետևից ամրացվում են, գրեթե անհնար է, որ պոկեն հանեն երեխաները, հա, դրա համար կոչվում են անվտանգ աչքեր։ Շարունակում ենք գործել, արդեն գործելու ենք 30-րդ շարքը, այստեղից արդեն անելու ենք հերթով բոլոր շարքերով նվազեցումներ։ 30-րդ շարքում անում ենք 6 սյունիկ, 1 նվազեցում, կրկնում ենք 6 անգամ։ Պետք է ստանանք շարքում 42 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5, 6 և նվազեցում։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց և հաջորդ երկու սյունիկ։ Հաջորդ սյունիկը բաց ենք թողնում, մյուսը գործում ենք, որ ստացվի նվազեցում։ Այսպես կրկնում ենք այս հերթականությունը ևս 4 անգամ մինչև շարքի վերջ։ Հաջորդ 31-րդ շարքում կրկին գործում ենք նվազեցում, անելու ենք 5 սյունիկ, 1 նվազեցում, կրկնելու ենք 6 անգամ։ Պետք է ստանանք 36 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5 ու նվազեցում։ Կրկնում ենք գործողությունը մինչև շարքի վերջ ևս 5 անգամ։ Հաջորդ 32-րդ շարքում անելու ենք 4 սյունիկ, 1 նվազեցում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 30 սյունիկ։ 1, 2,
3 4 եւ նվազեցում։ Կրկնում ենք գործողությունը մինչև շարքի վերջ եւս 5 անգամ։ 33-րդ շարքում գործելու ենք 3 սյունիկ, 1 նվազեցում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 24 սյունիկ։ 1 2 3 եւ նվազեցում։ Նորից 1 2 3 եւ նվազեցում։ Մինչև շարքի վերջ էլի շարունակում ենք նույն գործողությունը։ Այս этаպում մի քիչ էլ լցնենք, հատկապես մարմնի ու վզի հատվածը։ Այստեղ փորիկի հատվածը հատկապես շատ լցրեք, որպեսզի մի փոքր օռոցիկ դառնա փորիկը։ Փորիկի ներքևի հատվածը։ Ինչքան հնարավոր է, իհարկե։ Եվ շարունակում ենք գործել մեր նվազեցումների շարքերը։ Հաջորդ շարքում գործելու ենք 2 սյունիկ, 1 նվազեցում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 18 սյունիկ։ 1 2 եւ նվազեցում։ 1 2 նվազեցում։ Նորից 1 2 նվազեցում եւս 3 անգամ 1 2 նվազեցում 1 2 նվազեցում եւ վերջին անգամ 1 2 նվազեցում։ Գլուխը լավ լցնենք։ Շարունակում ենք հաջորդ 35-րդ շարքում գործելու ենք 1 սյունիկ, 1 նվազեցում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 12 սյունիկ։ 1 սյունիկ, հաջորդը նվազեցում։ Նորից 1 սյունիկ, մյուսը նվազեցում։ Փորձում եմ տեսախցիկի տակ տեղավորել գործելիս, ինքը շատ մեծ է, չեմ կարող կանգնած գործել ու շատ անհարմար է ստացվում։ Էլի 1 սյունիկ եւ նվազեցում հաջորդը։ Էլի 1 սյունիկ, հաջորդին նվազեցում։ Էլի 1 սյունիկ, նվազեցում, մի անգամ էլ 1 սյունիկ, նվազեցում։ Վերջին 36-րդ շարքում գործելու ենք 6 նվազեցում։ 1, այսինքն յուրաքանչյուր երկրորդ սյունիկը բաց, յուրաքանչյուր առաջին սյունիկը բաց ենք թողնում, հա։ Այստեղ բաց ենք թողնում, երկրորդից գործում ենք։ 1 2 3 4 5 եւ վերջին նվազեցումը այստեղ փորձում եմ դուրս չբերել մեր լոֆայբերը 6-րդ նվազեցում։ Այստեղ անում ենք միացնող սյունիկ հաջորդ սյունիկից օթային ուղակ ու թելը կտրում ենք, մի փոքր երկար թել ենք թողնում, հիմա որտեղ ցույց եմ տալիս թե ինչ ենք անելու։ Շատ երկար պետք չէ մի քիչ։
Հիմա որպեսզի գլխի այս անցքը չլինի, մեր այս թելը անցկացնում ենք այսպիսի մեծ ասեղի վրա և վերցնում ենք յուրաքանչյուր մեր այս 6 սյունիկներից կիսասյունիկները, 6 կիսասյունիկ ենք վերցնելու ասեղի վրա։ Անցկացնում ենք այդ կիսասյունիկների միջով, այսինքն սյունիկների միջով, որպեսզի կիսասյունիկները մնան վերևում։ 2, 3, 4, 5, 6 ենք։ 6 ու ուղղակի թելը ձգում ենք, այսպես։ Լավ ձգում ենք, որ փակվի ամբողջ այդ անցքը։ Եվ արդեն թաքցնում ենք թելը գործվածքի մեջ։ Այսպես մի քանի տեղից այս կողմեն ենք տանում ասեղով, հետո կտրում ենք թելը։ Կտրում ենք խորքից։ Մեր խաղալիքը դեռ իհարկե արջի տեսք չունի, բայց ոչինչ, կստանա շուտով արջի տեսք։ Հիմա մեզ արդեն մնում է հավաքել միայն դետալները, այսինքն ձևավորել գլուխը, հա։ Ականջներն ենք կարում, այսպես, մի փոքր, այսպես ծալված, շատ քիչ այսպես թեքություն որ ունենա, այսպես։ Տեսեք, այս մեր արջի ականջի այս ներքևի հատվածը մոտավորապես նույն գծի վրա պետք է լինի, ինչ որ աչքի այս վերին հատվածն է, այսպես, այս շարքով, նույնն էլ այս կողմում, այս հատվածում այսպես պետք է լինի։ Երկրորդ ականջն եմ արդեն վերջացնում։ Իսկ դուք սիրում եք խաղալիքները այս վերջում հավաքելու պրոցեսը, որ բոլոր դետալները գործված են ու մնում է միայն կարել, իրար միացնել։ Ճիշտ ասած, առաջ ես տանել չէի կարողանում ընդհանրապես այս պրոցեսը։ Հատկապես այն շրջանում, երբ որ նոր էի սկսել խաղալիքներ գործել, ընդհանրապես չէի սիրում, որովհետև միշտ չէր ստացվում այնպես, ինչպես կուզեի, որ ստացվեր, միշտ դժգոհ էի մնում, դրա համար չէի սիրում այդ պրոցեսը։ Հիմա արդեն չեմ կարող ասել, թե գործելու ամենասիրելի պրոցեսն է, բայց հարմարվել եմ։ Ամրացնում ենք թելը, ու թաքցնում ենք։ Կտրում ենք։ Վերջ, մեր արջուկի ականջներն էլ են պատրաստ։ Հիմա կարենք մռութիկը։ Դունչը կարելու համար ևս այսպիսի ասեղ է հարկավոր, որը իդեպ նման խաղալիքներ, նման փափուկ թելերով խաղալիքներ գործելու պարագայում պարտադիր է ունենալ, որովհետև սովորական ասեղներով պարզապես չենք կարող այս թելը Պարզապես թելը չի մտնի ասեղի մեջ։ Դունչիկը գործելու ենք այս հատվածում, այստեղ, աչքերի տակով, այս ներքևի հատվածն է անմիջապես վզին, վզի այս ներքևի հատվածին։ Այսպես շրջանաձև գործելու ենք, երբ որ կմնա 1-2 սյունիկ կարելու, մի փոքր սինցիպոն կլցնեք մեջը, շատ պետք չի, մի քիչ, որ մի քիչ ուռուցիկ մնա մեր դունչիկը արջուկի։ Այս դեպքում էլ կարող եք քորոցներով ամրացնել, որ չշարժվի ու հանգիստ կարողանաք ձեր գործը անել։ Այսպես հերթով բոլոր սյունիկները կարելով գնում ենք։ Ինչ-որ հատուկ տեխնիկա չկա,
Պարզապես կարում ենք։ Այստեղ հիմա մի փոքր անցիկ է մնացել դեռ, մի քիչ խալաֆայբեր ենք լցնում մեջը, շատ քիչ, մի փոքր էլ վերջ, մի այսքան էլ վերջ։ Շատ էլ պետք չի ուռացնել։ Եվ կարում ենք մինչև վերջել։ Վերջ կարացի և թաքցնում ենք թելը գործվածքի մեջ։ Մի քանի հատ այս կոմեն գնում համել, որ ավելի ամուր լինի։ Շատ չենք ձգում, որ չտձևանա խաղալիքը։ Վերջ, կտրեցինք։ Ինչպես տեսնում եք, մեր արջի վրա շատ լավ նստեց հագուստը, որը որ գործել էինք, իդեալական ուղղակի։ Այնպես որ ոչինչ փոխելու, սխեմայում ոչինչ փոխելու կարիք չկա կոմբինեզոնի ու շապիկի։ Ես այստեղ քիթիկը դրեցի պլաստմասե քիթիկի վերջո, այդպես որոշեցի անեմ։ Եվ հիմա ձևավորում ենք քիթիկի տակի այս հատվածը ու ունքերը։ Այստեղ մի տեղից ասեղը մտցնում ենք, շագանակագույնով եմ անելու։ Ասեղը մտցնում ենք, սևով էլ կարող եք անել ի դեպ։ Հանում ենք այստեղից և ուղղակի այստեղ մի հատ գիծ ենք անում։ Մեջտեղի մասում։ Եվ հանում ենք մի տեղ հատվածում ինչ-որ մի տեղից, որ գնանք ունքերը անենք նույն թելով։ Քիթիկը չեմ ամրացրել ներսից, քանի որ այս սպիտակ դունչիկը կարելուց հետո որոշեցի, որ այս քիթիկով կանեմ, որտեղ ինքը մի քիչ փոքր քիթիկը, ավելի փոքր խաղալիքներին է հարմար, մտածում էի լավ չի լինի, գեղեցիկ չի լինի, բայց այս խաղալիքի այս դեպքում էլ բաց չի։ Իսկ դուք կարող եք կարել ուղղակի։ Նույն այս շագանակագույնով կամ սևով այս հատվածում մի քիչ ավելի մեծ կարող եք անել, քիթիկը կարեք։ Լամանունքերի համար մի քիչ այս հատվածից, այսպես, այստեղից հանենք ասեղը, այսպես, ու բերենք մյուս աչքի վերևի հատվածում, այստեղ։ Եվ հանենք միսյունիկ ներքև այս հատվածից։ Եվ էլի տանենք ասեղը հանենք այն հատվածից, որտեղ այստեղ թել ենք թողել, որպեսզի միասին թաքցնենք։ Շատ երկար եղավ մի ունքը։ Մի քիչ ավելի կարճ, նրան հավասար։ Այսպես լավ։ Շատ լավ։
Աչքերի ես վերևի հատվածները ուղղակի սպիտակ թելով անցկացրել եմ։ Բիբերի վերևի սպիտակ հատվածները ձևավորելու համար։ Եվ թաքցնում ենք այս շագանակագույն թելը եւ մեր արջուկը պատրաստ է։ Տեսեք հագուստը ինչ լավ է նստել, ինչքան է ես տառապում մտածելով, որ պետք է սխեմա փոխեմ, մտածում էի ձեզ գուցե դժվարություն լինի, ավելի շատ ձեզ համար էի անհանգստանում, որ հանկարծ դժվարություն չունենաք հագուստը գործելիս, բայց փաստորեն ոչինչ փոխելու կարիք չեղավ, քանի որ նույն չափի արջուկ ստացվեց, միայն ասեմ, բոյը, բարձրությունը ողջությամբ նույնն է, միայն տարբեր է, սա մի քիչ ավելի չաղլիկ է ստացվել։ Դեմքը, ոտքերը, ձեռքերը ավելի չաղլիկ են եղել, այդ թելի ծավալուն հաստ լինելու հետևանք է։ Բայց բարձրությունը ի զարմանս ինձ գրեթե նույնն է։ Վերջ հիմա ունենք երկու այսպիսի արջուկ։ Մի քիչ տարբեր են իրենք ստացվել թելի պատճառով, բայց երկուսն էլ ինձ դուր են գալիս։ Չեն տեղավորվում մեծ են երկուսն էլ, չեն տեղավորվում միասին։ Տեսեք, սա ավելի թեթև է, սա մի քիչ ավելի ծանր է ստացվել։ Մի խոսքով սա էր, հույս ունեմ հավանեցիք սխեման, խնդրում եմ, եթե գործելու եք ինձ հետ կամ ուղղակի նայելու եք տեսանյութը, հավանեք, մեկնաբանություն գրեք, եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք, աջակցեք ինձ, խնդրում եմ, որպեսզի ալիքս էլի վերականգնի իր ակտիվը, քանի որ դա ինձ մոտիվացիա է տալիս հետագայում էլի հետաքրքիր հավես սխեմաներ նկարելու համար։ Իդեպ հաջորդը ուզում եմ ձեզ ներկայացնել աղվեսի սխեմա, կարծում եմ, որտեվ մի քանի հոգի ուզել էին աղվեսի սխեմա ինձնից, մտածում եմ հաջորդը դա ներկայացնեմ։ Գրեք նաև, թե ինչ հետաքրքիր խաղալիքների սխեմաներ կուզենայիք, որ ներկայացնեմ ձեզ համար։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ սխեմաների ժամանակ։ Առայժմ